Պարոն Մամիջանյան, եռատոն ունենալու համար պետք էր այդ առաջին Ղարաբաղյան պատերազմը հաղթելուց հետո չմսխեիք դիվանագիտական ճանապարհով հարցը լուծելու հնարավորությունը։ Որպեսզի եռատոն շարունակեինք ունենալ, պետք էր չթալանեիք բանակը, որպեսզի 18-ից առաջ կյանքում Սերժ Սարգսյանը չկանգներ ու չասեր, որ բանակցային գործընթացը կանգնած է, որ այլևս գոնե շատ տևական ժամանակ մենք երբեք չպետք է հույս փայփայենք, որ Ադրբեջանը թողնելու է ուժով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծելու հարցը։ Եռատոն ունենալու համար ինչ? Չէ, հանգիստ չեմ արել, որովհետև չեմ սովորում Սերժ Սարգսյան, կներեք։ Պետք է նայեմ նոր, որ հանկարծ սխալ չասեմ ինչ ասել նաև։ Սա եռատոն ունենալու համար, հա։ Ինչ վերաբերում է աշխարհաքաղաքական կենտրոններին, Տիկին Կարապետյան, հարցնում էիք, ինչի միասին չեն հայտարարության տեքստը բերել, որովհետև ընտրություններից առաջ կոնկրետ աշխարհաքաղաքական կենտրոնին հաճանալու մրցավազք է սկսած այս երկու ընդդիմադիր ուժերի մոտ, թե ով է նրանցից ավելի լոյալ այդ աշխարհաքաղաքական կենտրոնին։ Եվ այս բանի մեջ, ձեր մրցավազքի մեջ մենք ցանկություն չունենք մտնելու։ Շնորհակալություն։